Ինչ է տալիս մեզ ավետարանը։ Այսօրվա մեր նյութի խորագիրը կամ վերնագիրը հետևյալ է. Ինչ է տալիս մեզ ավետարանը։ Ինչ է սովորեցնում մեզ ավետարանը։ Եվ դրա մասին խոսենք, որովհետև մարդու առաջնային կարիքը Աստծո խոսքն է, որ ավետարանով մեզի Աստված փոխանցում է։ Նախ կարևոր է հասկանանք, թե ինչ է ավետարանը։ Այն լոկ սևով սպիտակի գրված գրություններ չեն։ Այլ Աստծո փրկարար կենթանի խոսքը, նրա կյանքի ներգործությունը, նրա հոգու ներգործությունը մարդու վրա, հավատացյալի կյանքի մեջ։ Փրկության բարի լուրը, որ ամեն հավատացողի փրկության միջոցն է։ Ավետարանը ամեն հավատացողի փրկության միջոցն է։ Դա հարուցյալ Քրիստոսի ներկայությունն է հավատացյալի կյանքի մեջ, եւ այսպես նկարագրում է Պողոս առաքյալը Հռոմեացիներին ուղղված նամակի առաջին գլուխ 16 համար, Հռոմեացիս 1:16 նշանավոր համարը, որտեղ այսպես ենք կարդում. Որովհետև ես Քրիստոսի ավետարանը ամոթ չեմ համարում, քանի որ այն Աստծո զորությունն է ամեն հավատացողի փրկության համար, նախ հրեայի եւ նույնպես հույնի։ Ուրեմն Քրիստոսի ավետարանը ամոթ չեմ համարում։ Ինչու? Որովհետև այն Աստծո զորությունն է։ Զորությունը ինչ կարող է անել ամեն հավատացողի փրկության միջոցն է։ Ուրեմն Աստծո զորությունը, որ փրկում է հավատացողին, այսպես ասած։ Սա նշանակում է մեր փրկության համար զորություն է հարկավոր, առանց որի մենք չենք կարող փրկվել։ Փրկվել հավիտենական դատապարտությունից, դժոխքից, հավիտենական տանջանքի վայրից։ Սա ոչ թե փրկություն է առօրյա կյանքի մեջ, այլ հավիտենական, ճակատագրական փրկության մասին ենք խոսում։ Հռոմեացիս նամակի մեջ այս արտահայտությունը շատ ենք հանդիպում, ավետարան արտահայտությունը, որ բարի լուր է նշանակում, փրկության լուր է նշանակում։ Եվանգելիոն, լատիներեն կամ անգլերեն, Եվանգելիոն, որ նշանակում է բարի լուր, փրկության լուր։ Ավետարան բառը հենց Հռոմեացիս առաջին գլխում 3 անգամ հանդիպում ենք։ Աստծո ավետարանի համար առանձնացված Հռոմեացիս 1:9 որդու ավետարանը եւ մեր կարդացած համարը Քրիստոսի ավետարանը։ Այս բոլորը խոսում են մեկ ավետարանի մասին։ Ուրեմն Աստծո ավետարան կամ Քրիստոսի ավետարան կամ որդու ավետարան, որոնք նույն իմաստի մասին են խոսում, որ առ այսօր կյանքեր է փոխում եւ կյանքեր է փրկում ամեն հավատացողի համար։ Ինչպես է լինում, որ ավետարանը կյանքեր է փոխում, ինչպես է լինում այս զորությունը, ինչպես է լինում այս փոփոխությունը, որովհետև այն Աստծո զորությունն է, ինչպես արդեն ասացինք։ Քանի որ ավետարանը կյանք է։ Ավետարանը կյանք է։ Եվանգելիոն, այսինքն բարի, կյանք տվող լուր։ Մի լուր է սա, որ կյանք է փոխում եւ կյանք է տալիս ամեն հավատացողի համար։ Աստծո կյանքը հավատացողի համար եւ հավատացողի մեջ։ Հիշեք Տիրոջ խոսքերը, երբ ասաց. այն խոսքերը ասած ես որ խոսում եմ, դրանք հոգի եւ կյանք են։ Հովանու ավետարան 6:63։ Մարդիկ ամեն ինչ անում են, որ երկար կյանք ունենան, չէ՞։ Ինձ հետ եք, չէ՞ ժողովուրդ։ Ամեն ինչ անում ենք, որ երկար կյանք ունենանք։ Ինչքան էլ երկարաձգենք մեր կյանքը դեղամիջոցներով, սանատորիաներով, առողջ սննդարար կերակուրներով, մի օր այս աշխարհի մեջ մեր աչքերը պետք է փակենք։ Ոչ մեկ 1000 տարի չի ապրել, ամենաերկարակյաց մարդը աշխարհի երեսին, որ ապրել է, Մաթուսաղան էր 969 տարի։ 1000 չի ձգել, 969։ Ինչքան էլ ապրենք, մի օր պետք է մահանանք գնանք։ Բայց ուր ենք գնալու։ Մարդը չի մահանում, մարդու մարմինը ասում է հող էր, հողին պիտի դառնաս, բայց հոգին, որ Աստված է տվել, կրկին նրան պետք է վերադառնա։ Երկու տեղ կա, ուրիշ տեղ չկա։ Հիսուսն է կյանքը եւ ճանապարհը երկեցինք։ Դեպի կյանք տանող ճանապարհը Հիսուս Քրիստոսով է, եթե ոչ դժոխք, հավիտենական տանջանքի վայրը։ Աստված սիրելիներ դժոխքը մարդու համար չի ստեղծել։ Դժոխքը սատանայի եւ հակառակորդի եւ դիվային աշխարհի համար է, բայց մարդիկ մերժելով Աստծուն, մերժելով Քրիստոսին, բռնում են սատանայի ճանապարհը եւ սատանայի հետ են լինում եւ իրենց ճակատագիրը կնքում են սատանայի հետ։ Դժբախտաբար Ավետարանի վրայով դեռ Քրիստոսից առաջ դարեր առաջ Աստված իր մարգարեների միջոցով խոսել էր արդեն, որ որդիով հայտնվեց մարդկությանը, սակայն այս համարում Պողոս առաքյալը ոչ թե խոսում է Տեր Հիսուսի երկրավոր կյանքի տարիների մասին կամ 4 ավետարանների մասին, այլ հարուցյալ Քրիստոսի ներկայության մասին, որովհետև մենք Հիսուս Քրիստոսին ճանաչում ենք այլևս հարություն առած,
նա խաչված չի հիմա, նա թաղված չի, նա այլևս հարություն առած Քրիստոս է, որ ապրում է հավատացյալների սրտի մեջ։ Ուրեմն Տերը ապրում է մեզանում, նա որպես կենդանարար հոգի հավատացյալների մեջ է ապրում։ Բարի լուրը նաև մեր փոխված կյանքի վկայությունն է մարդկանց մեջ։ Այսօր մեր հարգելի Սերգեյի հետ ենք խոսում, որ մարդկանց փոխված կյանքի վկայությունն էլ մեծ ազդեցություն ունի մարդկանց համար։ Անհավատները նայում են մարդկանց շատ հաճախ։ Ասում են, այս մարդիկ ինչ հավատացյալ են, այս մարդիկ լավ վկայություն չունեն, այս մարդիկ չեն տարբերվում աշխարհիկ մարդկանցից։ Բայց կարևոր է, որ հավատացյալները աղ եւ լույսը արտահայտեն աշխարհի մեջ։ Տեր Հիսուսը ասեց, դուք եք երկրի աղը, դուք եք լույսը, դուք եք աղ, այսինքն համն ու հոտը, լուսատուները դուք եք երկրի վրա։ Մարդիկ ինչպես պետք է տարբերեն, որ դուք Աստծո զավակներ եք, եթե ոչ ձեր բարի վարքով, ձեր աստվածավախ կյանքով։ Ես Քրիստոսի ավետարանը ամոթ չեմ համարում, ասում է, քանի որ այն Աստծո զորությունն է, քանի որ այն Աստծո զորությունն է ամեն հավատացողի համար։ Ուստի Աստծո զորությունը Սուրբ Գիրքը կարդալը չի, ոչ էլ ավետարան ունենալն է, այլ հարուցյալ Տիրոջը ունենալն է, Քրիստոսին ունենալն է, Քրիստոսին ապրելը եւ կյանքով ներկայացնելն է։ Նախ խոսենք ինչ է ավետարանը, այսինքն ամփոփենք միտքը, եւ մի քանի կետերով դիտարկենք, թե ինչ է տալիս մեզ ավետարանը։ Ինչ է նշանակում ավետարան։ Ավետարան ասելով կամ բարի լուր ասելով, առաջին բանը, որ հասկանում ենք, 4 ավետարաններն են՝ Մատթեոս, Մարկոս, Ղուկաս եւ Հովհաննես ավետարանները։ Իսկ Պողոսը հռոմեացիներին ուղերձում, հռոմեացիս նամակում նույնպես խոսում է այդ մասին, համարելով բարի լուր, ավետարան, որովհետև հռոմեացիս գիրքը նույնպես ավետարան է։ Բանաներանում է, որ ավետարանը դա ոչ միայն գիրն է, այլ Քրիստոսի կյանքը, որ ասում են ավետարանը ինձ փոխեց, նշանակում է Քրիստոսը ինձ փոխեց։ Որ ասում ենք ավետարանը ինձ սովորեցրու, նշանակում է Քրիստոսն է, որ քեզ սովորեցնում է, Քրիստոսի խոսքն է, որ մենք ընդունում ենք, հասկանում եք։ Ավետարանը պարզապես գիրք չի, որ մարդիկ ունեն, պահում են լավ տեղեր, բարձի տակ են դնում, չգիտեմ, փայփայում են։ Հենց այնպես չի պետք է հավատաս, որովհետև մեջի խոսքերը Աստծո խոսքերն են։ Եվ Աստծո խոսքը բարի է մեզ համար, երբ որ մենք ընդունում ենք հավատքով այն։ Որովհետև Աստծո խոսքը ցույց է տալիս մեզ Հիսուս Քրիստոսին, որովհետև մենք կարիք ունենք փրկության, որովհետև Աստված մատնացույց է անում իր որդուն Քրիստոսին, որպեսզի ամեն հավատացողի փրկության միջոցն է ավետարանը։ Երկրորդ Կորինթացիս 5:16-ում առաքյալը գրում է. Ուրեմն այսուհետև մենք մարդկային տեսանկյունից ոչ ոքի չենք ճանաչում, ու թեև Քրիստոսին մարդկային տեսանկյունից էինք ճանաչում, որտեղ մարդ դարձավ, եկավ աշխարհ, բնակվեց մարդկանց հետ, սովորեցրեց, քայլեց, բարություն արեց, բժշկություններ արեց, հրաշքներ գործեց, ի վերջո իր կյանքը զոհաբերեց խաչի մահով, մեղավորած փրկության համար։ Եվ ասում է, մենք արդեն նրան չենք ճանաչում, այսինքն ժամանակին այդպես էր, սակայն հիմա այլևս այդպես չենք ճանաչում, որովհետև նա արդեն հավատացյալների մեջ է բնակվում։ Քրիստոսի ավետարանը հենց իր փրկչի կյանքն է հավատացողի մեջ, եւ նա զորությունն է ամեն հավատացողի համար, եւ նա կենդանարար հոգի է։ Համաձայն առաջին Կորինթացիս 5:45-ում գրված է. Վերջին Ադամը կենդանարար հոգի եղավ։ Ուրեմն Քրիստոսի ավետարանը ոչ միայն գրով է հայտնվում, այլև ավելի վեհագույն նպատակով, իր ներբնակության միջոցով։ Նայեցեք, Աստված ամենակարող է, կարող է մարդկանց մեջ գալ, որովհետև Աստված հոգի է, եւ մարդու մեջ էլ հոգի կա, եւ ուզում է, որպեսզի ինքը մարդկանց մեջ կապրի։ Հիմա գանք մեր երկրորդ բաժնին, թե ինչ է տալիս մեզ ավետարանը։ Ավետարանը որոշ առումով փորձեցի ձեզի փոխանցել ինչ է ավետարանը։ Հիմա տեսնենք ինչ է տալիս մեզ ավետարանը։ Առաջին հերթին ավետարանի միջոցով մեզ առաջին հերթին ներում է շնորհվում։ Ավետարանը մեզ սովորեցնում է, որ Աստված ձեզ ներում է իր որդիով։ Ավետարանի միջոցով մենք ներում ենք ստանում։ Այն լուծում է մեր մեղքերի հարցը, հավիտենական պատժի արժանի մեղավորներից բաժինը դատապարտությունն է, բայց Քրիստոսի ձեռքով մեզ ներում շնորհվեց։ Ես այլևս պատասխանատվության չեմ ենթարկվի, քանի որ ներվեցին իմ մեղքերը։ Ուստի Դավիթ թագավորի հետ կարող ենք ասել. Երանի նրան, ում անօրենությունները ներված են եւ ում մեղքերը ծածկված է, Սաղմոս 32։ Ներվածները Աստծո ընտանիքի անդամները եղան, որ մի ժամանակ օտար էին, Աստծուց հեռացած էին, թշնամի էին, մեղքերի եւ հանցանքների մեջ մեռած էին։ Հիմա բարեկամ դարձան Աստծո հետ, ինչպես Քրիստոսի միջոցով, ինչպես ավետարանի միջոցով։
Տեր Հիսուս Քրիստոսի տարածյալ բազուկները, որ խաչվեց մեղավորների համար։ Կարծես գիտեք, շատ սիմվոլիկ պատկեր է։ Մեկ ձեռքով բռնեց մեղավոր մարդուն, մյուս ձեռնով Հայր Աստծուն ձեռքը։ Եվ իր խաչով հաշտեցրեց մարդուն Սուրբ Աստծո հետ։ Բայց առանց Քրիստոսի հաշտություն չկա։ Առանց խաչի, առանց նրա զոհաբերություն հաշտություն չկա եւ բնականաբար ներում էլ չկա։ Հիմա բարեկամ դարձանք Աստծո հետ եւ բոլոր Աստծո զավակների հետ։ Մենք այստեղ շատ հավատացյալներ կան, որ Տեր Հիսուս Քրիստոսին իրանց սրտի մեջ սուրբ են պահում, սիրում են։ Ես եւ այդ հավատացյալները դարձանք եղբայրներ, քույրեր, դարձանք Աստծո ընտանիքի անդամներ։ Նշանավոր երկի նման կարող ենք ասել, երբեմն օտար ենք, այժմ բարեկամ, հիմա մենք շատ մոտ ենք Քրիստոսի արյամբ, որովհետեւ հավատացյալները մեկ ընտանիքի անդամ են։ Սա էլ հրաշքներից մեկն է, որ չենք ճանաչում իրար։ Ոչ կոպիտ ասած հորս կողմից էր բարեկամ, ոչ մորս կողմից էր բարեկամ, բայց բարեկամացանք, եղբայրներ, քույրեր դարձանք, սիրեցինք իրար, գնահատում ենք իրար, պատիվ ենք տալիս իրար, ընդունում ենք իրար, հարգում ենք իրար եւ ջանք չենք խնայում մեկս մյուսի բարօրության համար, եւ սա Քրիստոսի արյան միջոցով։ Եվ տեսնում եք, որ ավետարանը ինչ զորություն ունի։ Տեսնում եք։ Ավետարանի միջոցով։ Ուրեմն լինել ներված, որը հավատացյալին նոր կարգավիճակ է խոստանում, մահից կյանքի անցնել, դատապարտությունից ազատագրման անցնել, որդեգրության ժառանգը լինել, այնուհետև ներվածը համարվում է արդարացված։ Երկրորդ բաժինը ավետարանը մեզ տալիս է արդարացում։ Առաջինը ներում, երկրորդը արդարացում։ Ինչքան կարևոր է, որ մարդ արդարացված լինի։ Պատկերացրեք դատապարտյալը դատարանում եւ նրան վճիռը կայացնում է դատավորը, որ պետք է երկար ցմահ դատապարտվի, կամ չգիտեմ, մահվան դատապարտվի, կամ երկար տարիներ ազատազրկման, բայց հանկարծ ինչ որ մեկը վճարում է իր փոխարեն տուգանքը։ Այդ պատիժը, որ ինքը պիտի կրեր, չի կրում, որովհետև ինչ որ մեկը իր փոխարեն վճարում է, գինա վճարում։ Որովհետև Աստված նայում է մեղավորին, ասում է դու դատապարտության արժանի ես, որովհետև մեղավոր ես։ Բայց Հիսուս եկավ ասեց, Հայր, ների նրանց, որովհետև նրանք չգիտեն ինչ են անում։ Ես գինը վճարում եմ, որովհետև Հիսուս Քրիստոսի մեջ այլևս դատապարտություն չկա։ Որովհետև եթե մեկը Քրիստոսի մեջ է, հները անցան, հին կյանքը անցավ, ահա ամեն բան նոր եղավ, նոր արարած դարձար Քրիստոսի մեջ։ Եթե չես դարձել, եթե դեռ տակավին Հիսուս Քրիստոս չունես սրտիդ մեջ, սիրելի բարեկամ, եղբայր, քույր, հարազատ, հայրենակից, գիտեք, ավետարանը նաև հայտարարում է ասելով, այսօր է փրկության օրը, այսօր է բաց դռների օրը։ Եթե լսում եք Սուրբ Հոգու ձայնը այսօր, ձեր սրտերը մի կարծրացրեք բարկության օրվա համար, հապա բացեք ձեր սրտերը, որովհետև ձեր սրտի բռնակը ներսից է, Աստված զորով չի մտնում քո կյանքիդ մեջ, չի ներխուժում, այլ քո սրտի դրան առաջ դուռը թակում է, որպեսզի ով որ բացի, նրա հետ ընթրիք անի, բարեկամաբար եւ մտերիմ հարաբերություն ունենա։ Արդարացում։ Սա ուրախալի վիճակ է, քանի որ նրա փոխարեն, հանցավորի փոխարեն, իմ փոխարեն մեկ ուրիշը վճարեց, այդպես էլ Աստված ներվածներին արդար հայտարարեց։ Ոչ թե մենք արդար ենք մեր արդարությունից ելնելով, այլ արդար ենք, քանի որ հավատացինք, որովհետև արդարը հավատքով է ապրում։ Ինչպես ենք արդարանում, հավատքով։ Գաղատացիս 3:11 մենք այստեղ նշանաբան որոշեցինք մեր խմբով, արդարը հավատքով պիտի ապրի։ Գաղատացիս 3:11։ Այդպես էլ Աստված ներվածներին արդար հայտարարում է։ Աստված մեզ եւ մեր նմաններին այլևս չի մեղադրում, որովհետեւ մեր մեղքերը որդին իր վրա կրեց, ու այն պատիժը, որ մեր արդարացի պատիժն էր, Աստված իր որդու վրա դրեց, որպեսզի ես մեղավորս, դու մեղավորդ ու հանցավորս ազատվենք պատժից եւ արդարացման կարգավիճակը ընդունեմ։ Եվ սա չափազանց ուրախալի փաստ է բոլոր ներված եւ արդարացվածների համար։ Նայեցեք երկու համարներ էլ կարդանք այս ուղղությամբ, որ այս ամենը ներկայացված են Հռոմեացիներին ուղղված նամակում, Հռոմեացիներին 3-րդ գլուխ 24-ից 26 համարների մեջ գրված է արդարացված լինելու վերաբերյալ Հռոմեացիս 3:24-ից 26։ Նրա շնորհքի միջոցով ձրիաբար արդարանալով Քրիստոս Հիսուսի փրկագնումով, ում Աստված նախասահմանեց քավություն լինելու
իր արյանը հավատալու միջոցով, որ իր արդարությունը ցույց տա անցյալի մեղքերը ներելով Աստծո երկայնամտությամբ, իր արդարությունը հայտարարի այն ժամանակի մեջ, որպեսզի ինքը արդար լինի եւ արդարացնի նրան, ով հավատում է Հիսուսին։ Աստված արդարացնում է այն մեկին, այն հավատացողին, ով հավատում է Հիսուսին, որովհետև ուրիշ միջոց չկա, ուրիշ մեկը չկա, ուրիշ ճանապարհ չկա։ Որպեսզի օրենքի արդարությունը կատարվի իմ մեջ, որ ոչ թե ըստ մարմնի ենք վարվում, այլ ըստ հոգու։ Իսկ արդարը, այսինքն արդարացվածը հավատքով պիտի ապրի, ինչպես արդեն խոսեցինք։ Հավատքով ապրելու համար մենք պարտական ենք արդարացմանը, որ Աստված մեզ արդար հայտարարեց։ Ուրեմն արդարացվեցինք, իսկ երրորդ հերթին մենք ազատագրվեցինք։ Ավետարանը մեզ տալիս է ազատագրություն։ Առաջին բանը հիշում եք ինչն էր, ավետարանը տալիս է մեզ ինչ։ Ներում։ Ինձ հետ եք, ավետարանը մեզ տալիս է ներում։ Երկրորդ հերթին ավետարանը մեզ արդարացնում է։ Երրորդ հերթին ավետարանի միջոցով մենք ազատագրություն ենք ընդունում։ Մենք ազատագրվում ենք։ Ավետարանը մեզ ազատություն է տալիս։ Նախքան մեր դարձի գալը, նախքան ապաշխարելը, մենք մեղքի ստրուկներ էինք եւ կառավարվում ենք մեր իսկ ցանկություններով։ Մենք բնական մարդը ցանկություններով է առաջնորդվում, մարմնի ցանկություններով, բայց երբ որ դարձի ես գալիս, դու արդեն ունես Տեր, ունես Աստված, եւ այդ Աստվածը քո Տերն է։ Գիտեք, եթե մեկը ապաշխարած չի դեռ Քրիստոսին չի դարձել, Աստված իր Տերը չի կարծես, գիտեք, Աստված կա, բայց ինքը իրենը չի, Քրիստոսինը չի։ Տեր Հիսուս ասաց, իմ ոչխարները իմ ձայնը լսում են եւ գալիս են իմ ետևից։ Իմ ձայնը լսում են եւ ճանաչում են ինձ, ես էլ ճանաչում եմ իրենց։ Ճանաչել եւ ճանաչված լինել Տիրոջից։ Ուրեմն ազատագրում, ինչ է նշանակում սա։ Այլևս դատապարտություն չկա, ոչ էլ պարտադրված եմ մարմնի կամքը կատարելու, քանի որ որդին ինձ ազատ արձակեց։ Գերությունը գերի բռնեց եւ ինձ ազատ արձակեց։ Չարը կապեց եւ ինձ խլեց, հափշտակեց սատանայի ճիրաններից, հակառակորդի ձեռքից, օդի իշխանի տիրապետությունից։ Սատանան տարբեր լծակներ ունի։ Մի նայեք, որ սատանան շատ տգեղ, շատ արտահայտիչ լծակներ ունի, գործեր ունի, որ կարող ենք տեսնել եւ զգուշանալ, եւ փախնել, եւ վախենալ։ Ոչ, շատ գեղեցիկ, շատ բարեհամբույր, շատ գրավիչ, շատ դաստիարակված, շատ քաղաքավարի համալսարաններ ունի, լծակներ ունի, որի միջոցով կապանքի տակ է վերցնում մարդկանց։ Շատ ակուրատնի, փողկապով, կոստյումով, ժպիտով, գեղեցիկ, իր լծակներ ունի, բայց մենք պետք է զանազանենք։ Տեր Հիսուս Քրիստոսը մեր բարի հովիվը մեզի ազատ է արձակում։ Ուրեմն մեղք գործելու պարտադրող ուժը իր զորությունը կորցրեց, երբ հոգիով լեցվեցինք, Աստծո հոգիով, քանի որ նրա ներկայությունը ինձ ազատագրեց մեղքի իշխանությունից, որովհետև իմ մեջ բնակվող հոգին ավելին է, քան այն հոգին, որ աշխարհում է։ Այսինքն մեր զորությունը, հավատացյալների զորությունը Աստծուց է, որ կա, որը միայն զորություն չէ, այլ Աստծո հոգու ներգործությունն է, նրա կյանքն է։ Այսինքն Աստված գալիս է հավատացյալի կյանքի մեջ է ապրում, սիրելիներ։ Սա է փոփոխության գրավականը։ Նրա կյանքը մեր մեջ։ Մենք փրկված եւ արդարացված եւ ազատագրված հավատացյալներս գտնվում ենք այնպիսի վիճակում, որ կարող ենք անտեսել մեղքի պահանջները եւ ապրել Աստծո փառավոր կյանքով, եւ որովհետեւ ազատագրված եմ, այլևս կապանքի տակ չեմ։ Նայեցեք 1863 թվականին Ամերիկայի Միացյալ Նահանգներում 1863 թիվ Աբրահամ Լինկոլնը ազատություն հռչակեց ամբողջ Միացյալ Նահանգներում, բոլոր նահանգները, որովհետև այն ժամանակ ստրկատիրական օրենքներ կային։ Մարդիկ սևամորթներին ստրուկներ էին վերցնում, գերի էին վերցնում, որպեսզի իրենց համար ստրուկներ լինեն, ծառայեն իրենց ընտանիքներին։ Եթե տեղյակ չեք, գոնե ֆիլմերից տեղեկացված կլինեք։ Բայց Աբրահամ Լինկոլնը հավատացյալ էր եւ օրենք հանեց, որ ստրուկներին ազատ արձակեն։
Օրենքը հայտարարեց, հռչակեց ամբողջ նահանգների մեջ։ Ազատագրման հռչակումը տարածվեց ամբողջ Միացյալ Նահանգներում, բայց մինչև այդ օրենքը կտարածվեր հեռավոր գյուղերում, նահանգներում, քաղաքներում, ժամանակ պահանջվեց։ Այնպես էլ նայում ենք հավատացյալներ կան, դեռ ազատագրված չեն, դեռ կապվածություններ ունեն, դեռ չի հասել իրենց։ Ինչքան սիրտներս բաց անենք, շուտ այնքան ազատագրումը լիարժեք եւ կատարյալ կլինի մեր կյանքերի մեջ։ Հասկանում եք, ազատագրված տարբեր սովորություններից, տարբեր մեղքերից, տարբեր բնավորության գծերից, կամաց Աստված մեզ կերտում է, ձև է տալիս, երբեմն ցավ է պատճառում մեզ։ Պատկերացրեք քանդակագործը բիրը ձեռքը, մուրճը ձեռքը սկսում է քարի վրա աշխատել, տաշել։ Որպեսզի պատկերը ստանա, գեղեցիկ, չէ՞, իր ուզածը ստանա։ Եվ այդ գեղեցիկ պատկերը ստանալու համար աշխատանք է տանում եւ երբեմն ցավ է պատճառում քարին, այնպես էլ մենք երբեմն բաներ կան դուր չի գալիս մեզ, բայց Աստված գործում է մեր կյանքի մեջ, որպեսզի ձև տա, կերտի մեզի, փոխի մեր բնավորության բիրտ կողմերը, հորթուբորթ վիճակները, որպեսզի գեղեցիկ պատկեր ստանանք։ Սուրբ Հոգին աշխատանք է տանում, բայց գիտեք ինչ, ինքը ուզում է, որպեսզի դու համաձայնվես։ Ասես Տեր, փոխիր ինձ։ Տեր, ես հանձնվում եմ քո կամքին, քո աստվածային բարի կամքին, ձև տուր ինձի, փոխիր ինձի, որպեսզի ինչպես ուզում ես, որ ես լինեմ, ահավասիկ ես, հանձնված եմ քեզի։ Սա փրկության միջոցն է, սա ելքի միջոցն է, սա ազատագրության կյանքն է։ Օրենքը այդպես էր, որ ազատություն բոլոր նահանգներում լինի եւ ամենասիրելի նախագահը ողջ պատմության մեջ Աբրահամ Լինքոլնն է եղել, ով հավատացյալ էր, ժողովրդի ամենասիրելի ղեկավարը, մարդիկ սիրեցին նրան, քանի որ արդարացի մարդ էր, ազատություն շնորհեց ստրուկներին, բայց մեր ազատագրողը, հոգու ազատագրողը Աստծո որդին է, Տեր Հիսուսի խոսքերն է, եթե որդին ազատի ձեզի ճշմարտապես ազատ կլինեք։ Հովանու 8-րդ գլուխ 36 համար։ Ուրեմն որքան պիտի սիրենք նրան, ով մեր ազատության համար իր սուրբ արյունը թափեց։ Եվ այս ազատությունը մեղքի գերությունից ազատումն է, մարմնական ցանկություններից ազատագրումը, որ այլևս ես մեղքի գերի չեմ։ Ասում են ինչ անեմ, մեջս մի բան կա, որ մարդու մեջ կարծես երկու բան պայքարում է, չէ՞։ Վատ բան է ուզում անի, մարմինը իրան մղում է, որպեսզի վատարար քանի, բայց ինչ որ մի բան էլ իր խղճվտանքի միջոցով հուշում է, որ դա սխալ է, դա վատ է, դա լավ չի։ Կարծես երկու մարդկանց պայքար է գնում անձի մեջ։ Եթե ուզում եք, որպեսզի Աստված փառավորվի, հաղթեք մեղքին։ Գիտեք Աստված երբ է փառավորվում հավատացյալի կյանքի մեջ։ Երբ որ հավատացյալը հաղթական է դուրս գալիս, երբ որ հաղթահարում է մեղքին եւ մեղավոր փորձություններին։ Ինչպես ենք հաղթում։ Երբ որ Աստված ներգործում է մեր մեջ, երբ որ թույլ ենք տալիս նրան, սիրելիներ։ Եթե ուզում եք Աստված ներգործի ձեր կյանքի մեջ, թույլ տվեք, որպեսզի ներգործի։ Թույլ տալը հիմք է, որպեսզի ես էլ Աստծո փառքի համար ապրեմ։ Աստվածաշունչ կարդացեք եւ աղոթք արեք։ Աստվածաշունչ կարդացեք, աղոթք արեք եւ միատեղ հավաքվելը զանցմի արեք։ Միատեղ հավաքվեք, որովհետեւ սա Աստծո կամքն է։ Տերը ուզում է տեսնել խումբ, ժողովուրդ, եկեղեցի, որտեղ հավաքված են իրեն պաշտելու համար։ Սա ամենաապահով վայրն է, սիրելիներ։ Նայենք Հռոմեացիս 7:24-ից 25 համարները, ուր առաքյալը բնական մարդուն է ներկայացնում, իր մասին է խոսում եւ ասում է. «Ինչ խղճալի մարդ եմ ես, ինչ խղճալի մարդ եմ ես, ով կազատի ինձ այս մահկանացու մարմնից, որովհետեւ ասում է մի մտքիս մեջ գիտեմ, որ սա բարի մի բան կա, բայց մի բան էլ կա, որ չար բան եմ ուզում անել եւ այս պայքարների մեջ եմ, ով պիտի ինձ ազատի այս վիճակից», ասում է։ Եվ Հռոմեացիս 7-րդ գլխում առաքյալը գրում է. «Բայց գոհություն եմ տալիս Աստծուն մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով, որովհետև ինքը ինձ ազատագրեց»։ Օրենքներում կարդում ենք երկրորդ Օրինաց 15:15. գրված է. «Հիշիր, որ դու էլ ստրուկ էիր Եգիպտոսի երկրում, եւ քո Տեր Աստվածը փրկեց քեզ»։ Մենք էլ ստրուկ ենք մեր Եգիպտոսի մեջ։ Եգիպտոսը խորհրդանշորեն սիրելիներ աշխարհն է, խորհրդանշում Աստվածաշնչի մեջ, Փարավոնը սատանայի խորհրդապատկերն է։ Բայց Աստված Իսրայելի ժողովուրդը ինչպես ազատագրեց։ Հրաշքով։ Անելանելի վիճակներից, ծովը ճեղքվեց։ Այնպես էլ Տեր Հիսուսը մահվանը հաղթեց, որպեսզի մենք իր մեջ նույնպես հաղթական դուրս գանք, եւ ազատագրությունը ձևավորվի մեր կյանքի մեջ։
Ավետարանը մեզ տալիս է ազատագրում։ Առաջի հերթին ներում, երրորդ հերթին արդարացում, երրորդ հերթին ազատագրում։ Նայեցեք, մենք Քրիստոսի միջոցով Աստծո հոգին ստացանք, որը մեր օգնականն է եւ հաղթության գրավականը, որպեսզի հոգիով ընթանանք եւ մարմնավոր ցանկությունները չկատարենք, որոնք պայքարում են հոգու դեմ գրված է, այսինքն ազատագրվենք մահկանացու գործերից։ Սաղմոս 2-ն գրում է. «Ով Աստված, քո անունով ազատիր ինձ եւ քո զորությամբ իրավունք տուր ինձ»։ Սաղմոս 54:1։ Իսկ Գաղատացիների գրքում կարդում ենք. «Հաստատ մնացեք այն ազատությամբ, որով Քրիստոսը մեզ ազատեց, եւ նորից ստրկության լծի տակ մի մտեք»։ Գաղատացիս 5:1։ Եվ ի վերջո Տերը գին վճարեց, փրկագնեց օրենքի գերությունից, որպեսզի իրենը դառնանք։ Ուստի ազատությունը պահելու համար նրա ձեռքը բաց մի թողեք։ Հետևաբար ազատագրված ապրելու բերկրանքը արտահայտվում է կյանքի ապրումներով, որի դրդապատճառը սերն է։ Եթե դուք սիրեք Աստծուն, դուք ազատությունը կպահեք։ Եթե սիրում եք Աստծուն, քանի որ ինքը ձեզ ազատ արձակեց, ազատագրեց ձեզից եւ թանկ գին վճարեց այդ ազատագրման համար, բաց մի թողեք նրա ձեռքը, որովհետև Քրիստոսի սերն մեզ ստիպում է կամ մեզ մղում է, այդ սերն է, որ մղում է եւ հորդում է մեր մեջ։ Ուրեմն ավետարանը մեզ տալիս է ազատություն, հաջորդի ավետարանը մեզ տալիս է նաեւ հաշտեցում։ Հաշտված լինել, ինչքան լավ բան է, չէ՞, հաշտված։ Երբ որ գժտված եք լինում երկու հոգի եւ հանկարծ հաշտվում եք, էլ չկա կռիվ, չկա նախանց, չկա չարախոսություն, չկա բամբասանք, չկա ատելություն, չկա կռիվ մի խոսքով, կռիվը դադարեց բրծավ, հաշտված եք։ Հաշտության բերկրությունը կամ բերկրանքը երանելի հոգեվիճակ է, սիրելիներ։ Եվ ավետարանը մեզ տալիս է հաշտություն։ Ազատագրված հավատացյալը լիարժեք վայելում է Աստծո հետ իր հաշտությունը։ Հաշտվել կամ բարիշել, ինչ լավ զգացում է սա։ Մի ժամանակ մենք բոլորս էլ Աստծուն թշնամի էինք մեր ապստամբության պատճառով։ Ադամի մեջ, այսինքն առաջին մարդու մեջ մենք բոլորս էլ թշնամի ենք։ Բոլորս էլ այդպիսին ենք, մեղավոր ենք, Աստծուց հեռու ենք, թեև Աստված երբեք մեր հանդեպ թշնամի չի եղել, այլ մենք ենք թշնամի եղել նրա նկատմամբ։ Բայց իր որդու միջոցով հաշտվեցինք նրա հետ, ու մեր ունեցած բաժանումը ու թշնամությունը չեղյալ համարվեց, եւ Տեր Աստծո հետ մեր հարաբերությունը խաղաղությամբ պսակվեց, եւ մենք հաշտվեցինք Աստծո հետ, Հայր Աստծո հետ հաշտության մեր միջոցը Հիսուս Քրիստոսի զոհաբերությունը եղավ։ Ուրեմն սիրելիներ, որքան ուրախություն, որքան խաղաղություն պետք է ապրենք այս իրականության համար, որ հաշտվեցինք Աստծո հետ։ Սա հավատացյալների համար կարևոր հանգամանք է, մեծ գրավական է, հաշտություն ունենալ Աստծո հետ։ Նայեցեք, մարդիկ ինչու են միշտ անհանգիստ, ինչու են շատ ծանր հոգեվիճակի մեջ, կարծես գիտեք, միշտ իրենց մտքի մեջ մի բան կա, որ Աստծո հետ հաշտ չեն, ինչ որ խանգարող բան կա։ Բայց որ հաշտվում ես, կարծես ամեն բան ընկնում է իր տեղը։ Երբ որ Աստծո հետ հարաբերությունը շիտակ լինի, ամեն բան իր տեղը կընկնի։ Սա շատ կարևոր գրավական է։ Հաշտվել Աստծո հետ։ Ավետարանը մեզ տալիս է հաշտության խոսքը։ Եվ այս շնորհքի համար մենք երախտապարտ ենք ավետարանին, որը Աստծո զորությունն է ամեն հավատացողի համար։ Պողոս առաքյալը Կորինթացիներին ուղղակի աղաչում էր ասելով. աղաչում եմ իսեր Աստծո կամ Աստծո ողորմությամբ հաշտվեցեք Աստծո հետ։ Պողոս առաքյալը չի ասում, գիտեք, ժողովուրդ, հաշտվեցեք Աստծո հետ։ Իր սիրտը ցավում էր, ասում է աղաչում եմ ձեզ, ոչ թե խնդրում եմ, աղաչում եմ հաշտվեցեք Աստծո հետ, որովհետև չգիտեք թե ուր եք գնալու դուք, առանց հաշտության դժոխքն է սպասվում ձեզ։ Կրակելիճը եւ հավիտենական դատաստանն է սպասվում, եթե հաշտված չես Աստծո հետ։ Քանի շունչ կա մեջդ, քանի կյանք ունես, իդեպ մի հատ փորձեք տեսեք շունչ ու կյանք ունեք ձեր մեջ, մի հատ շնչեք, արտաշնչեք։ Մի հատ փորձեք, կա։ Այսօր ընդունեք Հիսուս Քրիստոսի հաշտությունը։ Ընդունեք ավետարանի խոսքը, խաղաղության ավետարանի ավետիսը ընդունեք։ Աստծո հետ հաշտվեցեք, աղաչում եմ ձեզ գրում է Պողոս առաքյալը, հաշտվեցեք Աստծո հետ։ Երկրորդ Կորինթացիներին 5:18-21։ Եվ որտեղ կա ներում, որտեղ կա արդարացում, որտեղ կա ազատագրում, այնտեղ տեղ է գտնում հաշտության բերկրանքը։
Սա իրապես հիանալի է ապրել խաղաղ կյանք, ներված կյանք, արդարացված կյանք, ազատագրված կյանք եւ հաշտված կյանք Քրիստոսի միջոցով։ Այս գիտակցությունը մեզի խաղաղ է պահում, սիրելիներ։ Խաղաղություն, որ այսօր շատ պահանջված արժեք է յուրաքանչյուրիս համար։ Ուրեմն հիշենք այս 4 կարևոր կետերը, որոնք մեզ հասանելի եղան ավետարանի զորության արդյունքում եւ վերջացնենք աղոթքով։ Okay։ Ավետարանի զորության արդյունքում եղավ մեզ ներում, սա հիշենք, արդարացում, ազատագրում եւ հաշտություն։ Ներում, արդարացում, ազատագրում եւ հաշտություն։ Ավետարանը սա է եւ ավետարանի զորությունը սա է, որովհետեւ ավետարանը հենց Հիսուս Քրիստոսի կյանքն է ամեն հավատացողի համար։